Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Լուսադեմին Մարիամ Մագդաղենացին եկավ գերեզմանը տեսնելու Մատթեոս 28:1 Եկեք սովորենք Մարիամ Մագդաղենացուց, թե ինչպես կարելի է հաղորդակցություն ձեռք բերել Տեր Հիսուսի հետ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես էր նա փնտրում։ Նա փրկչին փնտրում էր վաղ առավոտյան։ Եթե դու կարող ես Քրիստոսի հետ հաղորդակցվելու հույսով սպասել ու համբերել ընդամենը մի կարճ ժամանակահատված, ապա դու երբեք էլ հաղորդակցություն չես ունենա նրա հետ, քանզի հաղորդակցության համար պատրաստված սիրտը սոված և ծառավ է Տիրոջը։ Նա նաև շատ մեծ համարձակությամբ էր փնտրում նրան։ Մյուս աշակերտները փախան գերեզմանից, քանի որ զարհուրել ու շփոթվել էին, սակայն գրված է, որ Մարիամը գերեզմանի մոտ կանգնած էր, Հովհաննես 20:11 Եթե ուզում ես գտնել Քրիստոսին, համարձակությամբ փնտրիր նրան, թող ոչինչ հետ չպահի քեզ, մի հանձնվիր աշխարհին, շարունակիր առաջ շարժվել այնտեղ, որտեղից ուրիշները փախուստի են դիմում, այնուհետև նա Քրիստոսին հավատարմությամբ էր փնտրում, նա կանգնած էր գերեզմանի մոտ, ոմանք դժվարանում են կանգնել կենդանի փրկչի կողքին, մինչդեռ նա կանգնած էր մեռած փրկչի մոտ։ Եկեք այսպես փնտրենք Քրիստոսին, կառչելով նույնիսկ ամենափոքր բանից, որն ինչ-որ կերպ առնչություն ունի նրա հետ, և հավատարիմ մնալով նրան, նույնիսկ երբ բոլորը թողնեն նրան։ Նկատեք նաև, որ նա Հիսուսին ջերմեռանդորեն էր փնտրում։ Նա կանգնած էր դուրսը և լաց էր լինում, Հովհաննես 20:11 Արցունքի այդ կաթիլներն առանձնահատուկ հմայք ունեին, որ գերեցին փրկչին և ստիպեցին դուրս գալ և հայտնել իրեն։ Եթե ցանկանում ես վայելել Հիսուսի ներկայությունը, ողբա դրա համար։ Եթե չես կարող ուրախ լինել, մինչև նա չգա և չասի քեզ դու իմ սիրելին ես, ապա շուտով կլսես նրա ձայնը։ Վերջապես նա միայն Հիսուսին էր փնտրում։ Նրան բոլորովին չէին հետաքրքրում հրեշտակները։ Նա հետ շրջվեց նրանցից, Հովհաննես 20:14 Նրա միակ փափագն իր Տերն էր։ Եթե Քրիստոսն է քո միակ սերը, եթե սիրտդ դուրս է մղել նրա բոլոր մրցակիցներին, ապա դու երկար չես զգա նրա ներկայության մխիթարության պակասը։ Մարիամ Մագդաղենացին այսպես էր փնտրում, քանի որ շատ էր սիրում։ Եկեք մենք էլ բորբոքվենք այս ջերմությամբ, թող մեր սիրտն էլ Մարիամի սրտի պես լցված լինի Քրիստոսով, և այդժամ մեր սերն էլ կսնվի ու կկշտանա միայն նրանով, ով Տեր։ Հայտնի՛ր քեզ այս երեկո։